Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ։ Ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր հոկտեմբերի 7-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը, գլխավոր թեման, որը ես ուզում եմ այսօր շոշափել, դա Ռոբերտ Քոչարյանի պրես կոնֆերանսն էր, որը ինքը այսօր անցկացրեց։ 2 ժամից ավել պատասխանում էր լրագրողների հարցերին, այսօր ես անպայման ուզում եմ ձեզ ասել, ոնց եմ ես հասկանում գլխավոր նպատակները այս պրես կոնֆերանսի։ Ինչ էր ուզում ասել Ռոբերտ Քոչարյանը մեր հասարակությանը։ Ու ընդհանրապես ինչ անենք, ավելի գլոբալ, ինչ անենք, օրինակ Մոլդովայի ընտրությունների օրինակները ցույց տվեցին, որ առանձին դեպքերում այո սահմանափակումներ առանձին քաղաքական ուժերի նկատմամբ մտցնելը ընտրությանը մասնակցել չմասնակցելու հարցով բավական ճիշտ է։ Բայց շատ կարևոր է ինչ մեսիջներ ուղարկվեցին Ռոբերտ Քոչարյանի կողմից մեր հասարակությանը, նույնիսկ այնտեղ կար բավական բարդ նախադասություն, որի համաձայն Ռոբերտ Քոչարյանը զգուշացնում է, որ եթե ձայները գողանան, Հայաստանում կլինի հեղափոխություն։ Ոնց ընկալենք այդ խոսքերը իրա։ Բայց նաև այլ շատ ու շատ մտքեր կային, ու ես ուզում եմ ասել դա ինչի հետ է կապված։ Այս կլինի գլխավոր այսօրվա թեման, բայց մինչև սկիզբը այսօրվա մեր զրույցի, նաև մի քանի այլ հարցերին ես կարճ կանդրադառնամ, ես պետք է խնդրեմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել, դուք տեսնում եք ինչ դաժան պայքար է գնում ինֆորմացիոն դաշտում ամբողջ աշխարհով մեկ, ուրեմն մեր քննարկված հարցերը, մեր դիրքորոշումը, մեր ուսումնասիրությունները, որ էֆեկտիվ տարածվեն հայության մեջ, սփյուռքահայության մեջ, արցախահայության մեջ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեջ անպայման պետք է դուք լայքեք, կիսվեք, բաժանորդագրվեք։ Առաջի թեման, ինչի մասին ուզում եմ ասել, հիշում եք, ես երեկ ասեցի, որ մտահոգիչ փաստ արձանագրվեց Սոֆիայի օդանավակայանում, երբ որ մեր պատվիրակությունը մի քանի օր առաջ մտավ Սոֆիա օդանավակայան, այնտեղ այդ պատվիրակությունը, որը անի համայնքից էր ու հրավիրված էր Բուլղարիայի քաղաքներից մեկի ղեկավարության կողմից, պաշտոնական համայնքային պատվիրակություն, արժանացավ բավական նվաստացուցիչ վերաբերմունքի ոստիկանության կողմից, սահմանապահների կողմից։ Ու մեր ԶԼՄ-ներում դա տարածում ստացավ այդ փաստը, մենք էլ մեր խողովակներով ստուգեցինք, իրոք կարծես թե այդ փաստը եղել է, ու ես երեք դրա մասին խոսեցի, մտահոգված, քանի որ Բուլղարիայի հետ շատ լավ հարաբերություններ են, ինչի հետ կապված է այդ փաստը, բայց ինձ համար շատ կարևոր է, որ երեք ուշ երեկոյան արտգործնախարարությունը Հայաստանի արձագանքեց։ Ու այդ արձագանքման մեջ այդ փաստի մասին խոսվեց, մենք ճիշտ էինք, մեր ինֆորմացիան ճիշտ էր, որ բավական վատ վերաբերմունք ցուցաբերվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, ովքեր պաշտոնապես հրավիրված էին Բուլղարիայի քաղաքներից մեկի ղեկավարների կողմից ու արժանացան բավական վատ վերաբերմունքի Սոֆիա օդանավակայանի ոստիկանության կողմից։ Ու շատ լավ է, որ մեր արտգործնախարարությունը ասում է, որ պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, որտեղ որ գտնվեն աշխարհով, պաշտպանությունը իրենց իրավունքների, դա արտգործնախարարության կարևորագույն հարցերից է, դա է պատճառը, որ իրանք նաև գրավոր դիմեցին բուլղարական կողմին, որ բացատրություն տա այդ միջադեպը ինչի հետ է կապված։ Մյուսը Ֆրանսիայում ճգնաժամ է։ Դուք գիտեք, Էմանուել Մակրոնը նախագահ Ֆրանսիայի շատ ակտիվ նախագահ է, մեծ հեղինակություն ունեցող աշխարհով, նաև մեծ աջակցություն տվող Հայաստանին տարբեր հարցերում, դժբախտաբար ներսում երկրի ունի լուրջ խնդիրներ։ Հերթական նշանակված իր կողմից վարչապետը Սեբաստիան Լեկորնյուն հրաժարական տվեց։ Մի ամիս չանցավ,
որ Լեկորնյուին Էմանուել Մակրոնը սահմանադրության համաձայն նշանակեց նոր վարչապետ, բայց այդ նոր վարչապետը չկարողացավ շարունակել աշխատել, ինչու։ Ֆրանսիայում այսօր պարլամենտում կա մեծամասնություն, բայց դա կոալիցիոն մեծամասնություն է։ Այդ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցությունը մի շարք կուսակցությունների, փոքր կուսակցությունների հետ ավելի փոքր ունի կոալիցիոն պարտավորություններ։ Ու ինչ է ասում Լեկորնյուն Սեբաստիան։ Ինքը ասեց, որ ես հրաժարական եմ տալիս, քանի որ ախոժակները մյուս կուսակցությունների անչափ մեծ են։ Կոպիտ ասած, կառավարությունը, որ հիմա իրանք փորձում են ձևավորել, ընդհանուրի չեն կարող գալ եւ կադրային հարցերով եւ քաղաքական գլխավոր ուղղություններով։ Ու Լեկորնյուն ասեց, ես ցավում եմ, բայց չեմ կարող շարունակել աշխատել, քանի որ այս քաղաքական պահանջները քաղաքական կուսակցությունների կոալիցիոն բավական մեծ են, անհամաչափ մեծ են։ Պարզ է, որ դա շարունակող ճգնաժամ է Ֆրանսիայի ներսում, քանի որ դուք գիտեք, այս առաջի ու երկրորդը ու երրորդը չի վարչապետ, ում նշանակում է Էմանուել Մակրոնը, ու հետո այդ վարչապետները չեն կարողանում շարունակել աշխատել, քանի որ կոալիցիան փխրուն է, կոալիցիայում մյուս խաղացողները շատ մեծ պահանջներ ունեն։ Իմիջիալոցը արձագանքեց այս ռեալություններին, դուք գիտեք, ծայրահեղ աչերի առաջնորդը ճանաչված մեր բոլորիս կողմից Մարին Լեպենը։ Մարին Լեպենը ինքը ասեց, որ անխուսափելի են արտահերթ ազգային ժողովի պարլամենտի Ֆրանսիայի ընտրությունները, բացի դրանից ինքը խորհուրդ տվեց Էմանուել Մակրոնին հրաժարական տալ։ Մյուս նորությունը դուք Վալոդիա Գրիգորյանի սպանության մասին բոլորդ գիտեք, Փարաքար համայնքի ղեկավարի նախկին, դուք գիտեք, ու հիմա անցկացվեցին նոր ընտրություններ Փարաքար համայնքի ու նոր համայնքի ղեկավար ընտրվեց Օնիկ Ախվերդյանը, դրա մասին է ասում ապրելու երկիր կուսակցության համաղեկավարը Մեսրոպ Արաքելյանը։ Այդ նիստում քաղաքապայմանագիրը չի մասնակցել այդ նիստի ընտրություններին, բոյկոտեց ու ապրելու երկիրը իր ֆրակցիայի շարքերից ընտրեց նոր Փարաքար համայնքի ղեկավար։ Իմիջիալոց ապրելու երկիր կուսակցության ներկայացուցիչը ասեց, որ ապրելու երկիրը որոշում ընդունեց մասնակցել ազգային ժողովի ընտրություններին գալիք 2026 թվին ու չճշտեց, դա կոալիցիոն մասնակցություն կլինի, առանձին իրանց կուսակցությունը կմասնակցի։ Շատ կարևոր ինֆորմացիա ունեմ կապված թուրքալեզու կազմակերպությունների հավաքի մասին, այդ հավաքը հիմա գնում է Բաքվում, կներեք, Ադրբեջանում Գաբալա քաղաքում, Գաբալայում գնում է թուրքալեզու պետությունների գագաթնաժողով, այդ գագաթնաժողովին կմասնակցի Էրդողանը նախագահ Թուրքիայի, Տոկաևը նախագահ Ղազախստանի եւ Հունգարիայի վարչապետ պարոն Օրբանը։ Գագաթնաժողովին իրենց հրավիրեցին Խամալիևը, բայց դուք գիտեք, միջև գագաթնաժողովի սկիզբը, որը այսօր է լինելու, հավաքում են արտգործնախարարների նիստը, հավաքը, ու թուրքալեզու պետությունների այդ կազմակերպության նիստի ժամանակ արտգործնախարարների Բայրամովը Ադրբեջանի արտգործնախարարը կրկնեց նախապայման Հայաստանի առջև դրված։ Ինքը ասեց, այս խաղաղության պայմանագրի նախաստորագրումը ոչ ողջունում են իրանք էլ, բայց ստորագրումը կլինի միայն այն դեպքում, երբ որ Հայաստանը կփոխի իր սահմանադրությունը։ Ավելին ինքը նաև խոսեց ճանապարհների բացման հետ կապված,
օգտագործեց եւ Զանգիզուրի միջանցք եւ Թրամփի ուղու ճանապարհ, քանի որ վախում են Թրամփին նյարդացնել, հիմա սկսեցին օգտագործել Թրամփի ուղու այդ տերմինը, անունը այս ճանապարհի, բայց չեն մոռանում հիշեցնել Զանգիզուրի միջանցքն էլ որ կա արանքում, ինքը նորից խոսեց միայն նրա մասին, որ կբացվի ճանապարհ Նախիջևան Ադրբեջան։ Ոչ մի այլ ճանապարհների մասին խոսք չի գնում։ Նո, այդ իրանց մեկնաբանությունն է օգոստոսի 8-ի փաստաթղթում նաև գրված է, որ Հայաստանն էլ կստանա հնարավորություն օգտվել այս զարգացումներից, նաև Հայաստանի համար կբացվեն ճանապարհներ, ուղղակի Ադրբեջանը օգտվում է նրանից, որ օգոստոսի 8-ի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի մեջ նաև նշված է անխոչնդոտ ճանապարհ, որ պետք է ապահովի Նախիջևանի եւ Ադրբեջանի միջև։ Հիմա անցնում եմ գլխավոր այսօրվա հարցին Ռոբերտ Քոչարյանի մամուլո ասուլիսին, որը ինքը այսօր տվեց։ Մամուլո ասուլիսը 2 ժամից ավել էլ տևում, ես մեծ մասը հասցրեցի հետևել ու պատահական չի, որ հետևում էի ուշադիր, ուզում էի հասկանալ ինչ են ուզում այս մարդիկ նախկինները մեր հասարակությունից, ինչ գլխավոր մեսիջներ են ուղարկում այս հասարակությանը, ու ինչ են ուզում ընդհանրապես մեզանից։ Ի վերջո ղեկավարել են 10 տարի, ինքը Սերժ Սարգսյանը, ինչ են ուզում։ Նու նախ, ինչքան հասկացա, Ռոբերտ Քոչարյանը եւ իր կուսակցությունը, իր շուրջ հավաքված քաղաքական ուժերը պլանավորում են նորից մասնակցել ազգային ժողովի ընտրություններին։ Այդ հստակ հասկացա։ Երկրորդը հստակ հասկացա, որ ինքը ցուցաբերում է այն դիրքորոշումները մի շարք շատ կարևոր հարցերի, որոնք գրեթե համընկնում են Ռուսաստանի դիրքորոշման հետ։ Այ երբ որ մենք ասում ենք Ռուսաստանի նարատիվներ տարբեր հարցերի հետ կապված, Հարավային Կովկասի, Հայաստանի հետ կապված, մոտավորապես նույն դիրքորոշումը ցուցաբերեց Ռոբերտ Քոչարյանը։ Ես ուզում եմ թվարկել այդ մոտեցումները, որոնք գրեթե համընկնում են Ռուսաստանի դիրքորոշման հետ։ Օրինակ, ինքը բավական բացասական է տրամադրված այս Վաշինգտոնյան փաստաթղթերի նկատմամբ, ու բացասական է տրամադրված, որ Միացյալ Նահանգները Հայաստանի հետ պետք է վերանորոգեն կամ վերակառուցեն երկաթգիծը մեղրի, ինքը ասում է, որ ստեղ Հայաստանը տեղ չի ունենա, դոմինանտը կլինի, միտքը գլխավոր միտքը դա է, դոմինանտը կլինեն Միացյալ Նահանգները, բացի դրանից ինքը ասում է շատ ցավոտ դրան կնայի Իրանը, դա էլ կբերի բացասական արձագանքի Իրանի կողմից։ Ավելին ինքը ասում է, որ այս ճանապարհի բացման հետ կապված ինքը չի տեսնում շահը Հայաստանի։ Հայաստանը կստանա միայն խնդիրներ դրանից, որ Միացյալ Նահանգները մտնում են տարածաշրջան Հայաստանի միջոցով։ Ինքը թվարկում է, որ այդ ճանապարհը կարևոր դեր կխաղա Թուրքիայի համար, նույնիսկ ակնար արեց, որ Իսրայելի համար, Միացյալ Նահանգները ուզում են մտցնել սրա միջոցով նաև Իսրայելը տարածաշրջան։ Ավելին ինքը ասում է, որ կենսական շահեր Հարավային Կովկասում Միացյալ Նահանգները չունեն, ուրեմն կոպիտ ասած շատ ջանքեր չեն գործադրի, իրանք մտնում են տարածաշրջան, քանի որ Չինաստանի հետ մրցում են ու չեն ուզում, որ ավելի շուտ ստեղ մտնի Չինաստանը։ Ինքը ասում է, որ եթե համեմատեք օգոստոսի 8-ի փաստաթուղթը Վաշինգտոնում ստորագրված, հիշում եք համատեղ հռչակագիրը, օրինակ, եւ համեմատենք նոյեմբերի 9-ի Մոսկվայում ստորագրված Պուտին, Փաշինյան, Ալիև փաստաթղթի հետ, համեմատ օգոստոսի 8-ի նոյեմբերի 9-ի Մոսկվայում ստորագրած փաստաթուղթը երազանքի փաստաթուղթ է, ես կրկնում եմ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը։ Ինքը նաև քննադատեց ցանկությունը այսօրվա Հայաստանի իշխանությունների մոդուլային ատոմակայան կառուցել հենց ամերիկացիների տարբերակով, ասելով, որ
մոդուլային ատոմակայան փորձ շահգործել Ամերիկան չունի, ունի միայն Ռուսաստանը օգտագործելու փորձ, շահգործելու փորձ մոդուլային ատոմակայանների Մոլդովայի ընտրություններից խոսեց ու ասեց, որ այդ ազնիվ ընտրություններ չէին, մայասանդուն պարտվեց Մոլդովայում, դրսի ձայները միայն փրկեցին իրան։ Հիմա ես ինչ-որ թվարկեցի հայտարարված, հնչեցրած մտքերը Ռոբերտ Քոչարյանի շատ մոտ են նրան, ինչ ասում է Ռուսաստանը։ Ռուսաստանն էլ ասում է, որ Միացյալ Նահանգների մուտքը տարածաշրջան վատ բան է, Իրանը ցավոտ կընկալի, Ռուսաստանն էլ ասում է, որ Թուրքիայով մտնում է Միացյալ Նահանգները, մինչդեռ ակնհայտ է ինձ համար, որ հենց Հայաստանով Միացյալ Նահանգները մտնում են տարածաշրջան։ Իրոք Ռուսաստանն էլ տարածում է այլ լուրեր, որ Միացյալ Նահանգները չունեն ստեղ կենսական նշանակություն, կենսական շահեր եւ այլ։ Ես նոր թվարկեցի գլխավոր թեզեր, որը ուղարկեց մեր հասարակությանը Ռոբերտ Քոչարյանը, գրեթե 100%-ով համընկնող Ռուսաստանի դիրքորոշման հետ, գրեթե կրկնեց մեսիջները, որը ուղարկում է Ռուսաստանը։ Ռուսաստանն էլ, գիտեք, Մոլդովայի ընտրությունները չի ճանաչում, քանի որ ասում է, որ Ռուսաստանում քիչ տեղամասեր բացվեցին, մեծ մասը Եվրոպայում բացվեցին, բայց այո, Մոլդովան մի շարք կարևոր քայլեր արեց, բայց արտասահմանում նաև Եվրոպայում ով են քվեարկել Մոլդովայի քաղաքացիները, ու իրանք քվեարկեցին ի օգուտ Մայասանդուի կուսակցությանը։ Այդ լեգիտիմ ձայներ են։ Այդ ինչ է նշանակում բաժանել քաղաքացիների ձայները Մոլդովայի ներսում քվեարկածների եւ արտասահմանում քվեարկածների միջև։ Այդ բոլորը քաղաքացի են։ Բայց այդ մեսիջները ուղարկված մոտավորապես նույն մեկնաբանությունով Ռուսաստանն է Կրեմլը հանդես գալիս։ Ինչ ուզում եմ ասել, որ նախկինները չեն փոխվում։ Մենք տեսնում ենք նախկիններից մենակ նույն մեսիջները, որ իբր Ռուսաստանն է գլխավորը, իբր մյուսները ստեղ շահեր չունեն, ինչը մեղմ ասած, ես կասեի այդպես, չի համապատասխանում իրականության։ Իմիջիայլոց այդ մարդկանց, ովքեր իրոք հավատում են, որ ատոմակայանը մոդուլային Միացյալ Նահանգների կառուցված չունի, Ամերիկան չունի փորձ շահգործելու, մոդուլային ատոմակայանները ամերիկացիք վաղուց է շահագործում են սյուզանավերում, ռազմական սյուզանավերում, ատոմային սյուզանավերում։ Ուրեմն լավ էլ իրանք փորձ ունեն ու իրանց տեխնոլոգիաները շատ բարձր մակարդակի է, անվտանգությունը շատ բարձր մակարդակի է, բայց այն նույնացիպ մոտեցումներ տարածում է Ռուսաստանը, քանի որ իրոք Ռուսաստանը ուզում է ապակողորոշել մեր հասարակությունը, որ մեր հասարակությունում մտածեն, որ ուրիշ տարբերակ չկա, արի կառուցենք ռուսական ատոմակայանը, միայն թե ունենանք ատոմակայան։ Մինչդեռ պետք է զգուշացնեմ, որ գլխավոր միտքը նա չի, որ նոր ատոմակայան կառուցես։ Գլխավոր միտքը նա է, որ նոր ատոմակայանը չլինի ռուսական ատոմակայան, այլ լինի այլ երկրի ատոմակայան, որ մեր կախվածությունը Ռուսաստանից այդքան ուժեղ չլինի։ Մյուս թեզը շատ կարևոր, որը հաճախ մենք լսում ենք նաև Ռուսաստանի փորձագետներից, որ Ամերիկան չունի կենսական շահեր Հարավային Կովկասում։ Ես կհամաձայնվեի այդ մոտեցման հետ Բայդեն նախագահի ժամանակվա ադմինիստրացիայի։ Բայդենի ադմինիստրացիան միշտ ասում էր, մենք ունենք հետաքրքրություն Հարավային Կովկասի, բայց դա գլխավոր տարածաշրջանը մեզ համար չի։ Բայդենն էլ օգնում էր Հայաստանին ու շատ լավ նախագահ էր մեզ համար, բայց իրոք մեծ շահեր ստեղ չունեին։ Բայց Թրամփի ադմինիստրացիան մի անգամ չի, որ հայտարարեց, որ Հարավային Կովկասը հիմա կենսական նշանակություն ունի Ամերիկայի համար։
Թրամփի ադմինիստրացիան համարում է, որ այդ ճանապարհները, որոնք պետք է բացվեն, ու եթե Աստված տա բացվեն Հայաստանի միջոցով, Հայաստանի համար, Հայաստանի միջոցով Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս, Եվրոպայի համար, այս ճանապարհները կենսական նշանակություն ունեն Թրամփի ադմինիստրացիայի համար, ուրեմն այսօրվա Միացյալ Նահանգների համար։ Հատուկ դա ուզում եմ շեշտը դնել։ Իրոք, Բայդենի ժամանակ մենք կարող ենք ասել, շահեր ունի Ամերիկան Հայաստանի հետ կապված, տարածաշրջանի հետ կապված, շահեր ունի, բայց կենսական չէ։ Ավելի կարևոր է Ուկրաինայի հետ կապված process-ները, ավելի կարևոր են Գազան, Իսրայելը, բայց այսօր փոխվեց։ Դերը ու վերափոխումները աշխարհում բերեցին նրան, որ Հայաստանի դերը մեծացավ, Հարավային Կովկասի դերը մեծացավ, այդքան մեծացավ, որ ստեղով ուզում են ամերիկացիք ու եվրոպացիք կապել Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկասի միջոցով, Հայաստանի միջոցով կապել Եվրոպայի հետ։ Ուրեմն կենսական նշանակություն ունի։ Բայց միտքս ինչու՞մ է։ Ես նկատեցի, որ գլխավոր մասը ելույթի վերաբերող արտաքին քաղաքականության հարցերի դա կրկնությունն է Ռուսաստանի մոտեցումներին։ Ռոբերտ Քոչարյանը շատ մոտ բաներ ասեց Ռուսաստանի դիրքորոշման հետ բռնող։ Ավելին Ռոբերտ Քոչարյանը նաև խոսեց նրա մասին, որ իրանք ուզում են ակտիվ մասնակցել ընտրարշավին 2026 թվականին ու զգուշացրեց, որ եթե գողանան իրանց ձայները, հեղափոխությունը անխուսափելի է։ Ու ես չգիտեմ դա դիտել որպես զգուշացում, սպառնալիք է դժվարանում եմ ասել, բայց իր մեսեջները ուղարկեց։ Մինչդեռ ոչ մի հիմքեր չկան սպասել, որ այս գործող իշխանությունները կֆալսիֆիկացնեն ընտրությունները։ Քանի որ փորձը ցույց է տալիս, երկու ազգային ժողովի ընտրությունները մաքուր անցան, մի շարք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները մաքուր անցան, հենց դրա շնորհիվ, որ մաքուր անցան, նաև առանձին տեղերում կրեց ընդդիմությունը, ուրեմն ասել, որ եթե լինեն ֆալսիֆիկացիաները, եթե գողանան ձայները, ինչ հիմքեր կան դա ենթադրել։ Պարզ է գործող ընդդիմադիր ուժերը, ես իրանց որակում են որպես պրոռուսական ընդդիմադիր ուժեր, պարզ է իրանք նաև սովորում են մեր դիտողություններից իշխանությունների նկատմամբ։ Իրանք հասկանում են, որ պետք է նաև բարձրացնել հարցեր, որոնք խելքի մոտ են, ու այն հարցերը, որոնք մենք իշխանության առջև բարձրացնում ենք, իրանք էլ սկսեցին վերջի ժամանակներս բարձրացնել։ Օրինակ, բարձրացվեցին հարցեր Ռոբերտ Քոչարյանի պրեսկոնֆերանսի ժամանակ, որ օրինակ ինչի ենք մենք այդքան արագ փոքրացնում մեր ռազմական բյուջե։ Խաղաղություն դեր դասական իմաստով չկա։ Այո, դեպի խաղաղություն ես պնդում եմ ճանապարհը կա, հիմա հարթված է, գնում ենք մենք, բայց վերջնական դա խաղաղություն չի, ու իրանք դա օգտագործում են, ասում են, տեսակ, վերջնական խաղաղություն չկա, Նիկոլ Փաշինյանը ռազմական բյուջե կրճատում է։ Մյուս միտքը, որի մասին մենք հաճախ ասում ենք, որ մենք ասում ենք, որ խաղաղությունը առանց երաշխավորների չի լինում։ Տեսակ, Քոչարյանն էլ դա օգտագործեց, ասեց, այս ինչ խաղաղություն է, եթե չկան երաշխավորներ այդ խաղաղության ու մեխանիզմներ, եթե Ադրբեջանը խախտի ինչ որ խաղի կանոններ, ով է իրան սաստելու կամ տեղը դնելու։ Այդ հարցերն էլ մենք բարձրացնում ենք, մասամբ պատասխաններ կան, օրինակ այս պատասխանը, որ Ալիևը համարձակվի հարձակվել Հայաստանի վրա, ով է սաստելու, չի համարձակվի, պատասխանը ես ունեմ, քանի որ Թրամփի հետ կատականելը իրոք շատ վտանգավոր է։ Բայց այնուամենայնիվ կան հարցեր, օրինակ եվրոինտեգրացիայի process-ում Ռոբերտ Քոչարյանը դա որակեց իմիտացիոն եվրոինտեգրացիայի գործընթաց, քանի որ եթե գնում ես եվրոինտեգրացիայով, շատ կոնկրետ քայլեր պետք է անես։ Մենք էլ իշխանություններին ասում ենք, իշխանություն դու ընդունեցիր օրենք, որ Հայաստանը գնում է դեպի ինտեգրացիա, ինչու ի պաշտոն է չես դնում
չես դիմում Եվրոմիությանը անդամակցելու համար։ Ինչու ի պաշտոնը չես դիմում։ Ամեն օր խոսում էր ու Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից ասեց եվրոինտեգրացիայի ճանապարհի մասին, որ մենք գնում ենք եւ վերջ, բայց ֆորմալ քայլը չես անում, որը պետք է։ Եվրոմիությունը չի դիտում քո հայտը, եթե դու ի պաշտոնե նամակ չես ուղարկում, որ ուզում ես դառնալ Եվրոմիության անդամ։ Ուրեմն, միտքս ինչու՞մ է կայանում, այս պրես-կոնֆերանսից ես հասկացա, որ նախկինների մոտ ոչ մի բան էլ չի փոխվում, Ռուսաստանի հետ կոշտ կապվածություն ունեն, Ռուսաստանի գլխավոր մտքերը, նարատիվները, մոտեցումները ստեղ կրկնում են տարբեր ձևերով, բայց կրկնում են, ուզում են մասնակցել ընտրությունների, ուզում են փոխել ընտրությունների միջոցով փոխել մեր արտաքին քաղաքականությունը, որը այսօր շատ կարևոր ու դրական է բազմավեկտոր քաղաքականություն, եվրոինտեգրացիայի ուղղություն, խոշոր խաղացողների հետ ռազմավարական հարաբերություններ հաստատում, այդ փոխեն այդ քաղաքականությունը ու նորից մեզ բերեն դեպի Ռուսաստանի հետ այդպես մանապոլ համագործակցություն։ Ուրեմն, ես հիմա չեմ ուզում քննարկել այն փաստը, որ շատ ու շատ երկրներում, ոչ միայն հետխորհրդային տարածքում, օրինակ Մոլդովայում, Ուկրաինայում, կամ Բալտյան երկրներում, այսօրվա ՆԱՏՕ-ի անդամ Բալտյան երկրներում, էլի կան երկրներ, նույնիսկ եվրոպական, որտեղ որ առանձին դեպքերում սահմանափակում են այս կամ այն ուժերի մասնակցություն ընտրությունների, Գերմանիայի պես դեմոկրատական երկիրը, դու գիտեք, ծայրահեղ աչերին հիմա սահմանափակում են իրենց իրավունքները, նաև հայտվում հանրահավաքներ անցկացնել, պատկերացնում եք, Գերմանիայի պես ժողովրդավարական երկիրը ստիպված է։ Միգուցե իշխանությունների լուրջ պետք է մտածեն դրա մասին, ինչ անենք, քանի որ ինչ մեզ տվեցին նախկինները մենք տեսանք, դրա արդյունքները տեսանք Ղարաբաղում։ Ինչ անհրաժեշտություն կա այդ ուժերի կապված 3 նախագահների հետ ուղղակիորեն առնչություն ունեցող, որ նորից ակտիվ մասնակցեն քաղաքական դաշտում։ Ինչ իրանք արել են, բերել են, տեսել ենք։ Ուրեմն իշխանությունները մտածելու բաներ շատ բաներ ունի ու սովորելու Մայասանդոյից, որը համարձակություն ունեցավ սահմանափակել առանձին քաղաքական ուժերի մասնակցությունը իրենց պարլամենտական ընտրություններում։ Ես ավարտում եմ իմ ելույթը, մինչ նոր հանդիպումներ։